անգամ ասպատակությունների ժամանակ նման բան չի եղել։ Ես երկու օր առաջ Միքայել Սրբազանի մոտ էի եւ Միքայել Սրբազանը ինձ հիշեցրեց թուրքական երկու օկուպացիայի ժամանակ անգամ Թշնամին 7 վերք եկեղեցու պատմություններ պատմում, անգամ Թշնամին այդ ժամանակ միջամտություն չի կատարել եկեղեցու ժամերգության կամ պատարագի կամ որևէ արարողության հետ։ Եկեղեցու զանգերը շարունակել են ղողանջեն, ընդամենը այդ ընթացքը դադարել է ավերիջ երկրաշարժի ժամանակ, երբ որ դեկտեմբերի 7-ին, գիտեք 88 թվականի եկեղեցին ավիրվել էր եւ առաջի գործը եղել է զանգը վերականգնելը, զանգերը վերականգնելը եւ ելի 2 օր հետո զանգերը ղողանջել են։ Դուք տեսնում եք ինչ է կատարվում։ Դուք տեսնում եք ինչ է կատարվում թուրքական եւ ադրբեջանական մամուլում։ Ցնծության մեջ են։ Փաշիզադեի սիրտնա փառավորել, Էրդողանի սիրտնա փառավորվել, ուրեմն Ալիևի սիրտնա փառավորվել, Թշնամու սիրտը այս մարդիկ այսօր փորձեցին որ փառավորվի, բայց փառք Տիրոջը, փառք հավատավոր մեր ժողովրդին, որ կարողացան շատ ճիշտ, շատ կազմակերպ հեզությամբ, խոնարհությամբ, առանց որևէ մի բախումների եւ մենք նույն կոչն ենք արել մեր հայրենակիցներին, մեր հավատավոր ժողովրդին, որ որևէ մի բախման չգնան, այստեղ աղոթք են հնչեցրել նաեւ իրենց ճիշտ ընթացքի մեջ հայտնվեն, այդ չարություն իրենց մեջից դուրս գա, ատելությունը դուրս գա, համերաշխություն տիրի, ի վերջո ճիշտ հավատավորը նաև աղոթում է սխալ ընթացքի մեջ։ Պարոն Դանիելյան, մենք իր թեկուզ սխալ ընթացքի մեջ եղող իր հայրենակիցներին եւ նաև եւ այս առումով շատ կարևոր է, որ մենք կարողանանք այն մարդիկ, որոնք որ գործիք են դառնում Փաշինյանի ձեռքը ճիշտ ընթացքի մեջ հայտնվենք։ Մենք այսօր տեսանք, որ ավտոբուսներով, տարբեր մեքենաներով, վարչական լծակները օգտագործելով այդ մարդիկ բերել էին մարդկանց եւ այո, այդ ցածրիչներն էլ են մեր քույրերը, եղբայրները, ամեն դեպքում նաեւ իրենց համար ենք աղոթում, այս կնոջ համար ենք աղոթում, որ ինքը ճիշտ ընթացքի մեջ լինի եւ սա աննախադեպ մի երևույթ էր մեր իրականության մեջ, հայ ժողովրդի պատմության մեջ, նախադեպը չունեցող մի բան էր, բայց կրկնում եմ, փառք Տիրոջը, կարողացանք այս փորձությունը պատվով հաղթահարենք, աղոթենք, որ հետագա ընթացքը խաղաղ լինի եւ ի վերջո խաղաղության մեջ մենք կարողանանք ճիշտ լուծումները գտնենք եւ այն մարդիկ, որոնք պարակտում կմտցնեն հայ առաքելական Սուրբ եկեղեցու, հեզությամբ, խոնարհությամբ պետք է թողնեն իրենց ընթացքը եւ շարունակեն ուրիշ գործով զբաղվել։ Իրենք կապ չունեն հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետ։